Հարգելի երևանցիներ, ուրեմն քննարկում է մի հարց, որը կապ ունի բյուջեի հետ, եւ ես հիմա խոսեմ եւ այս հարցի եւ օրակարգում գտնվող մեկ այլ հարցի մասին, որը նույնպես բյուջեի հետ կապ ուներ։ Ուրեմն տեսեք, 5.2 միլիարդ դրամ կառավարությունից հատկացված էր քաղաքապետարանին, Երևանի քաղաքապետարանին։ Չգիտես ոնց, չգիտես ինչու Նիկոլ Փաշինյանը քնում հելնում է, որոշում է այդ 5.2 միլիարդը չի տալիս։ Ասում է 5.2 միլիարդի փոխարեն 2 միլիարդ եմ ձեզ տալիս։ Գնացեք սրանով ինչ անում եք արեք։ Այսինքն այդ 5.2 միլիարդը հատկացված էր մետրոյի համար, Աչափնյակ կայարանի համար, եւ այդ 5.2 միլիարդը դառնում է 2 միլիարդ։ Այստեղ հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը չի վստահում Տիգրան Ավինյանին եւ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը, թե ինչու համար եմ ասում, որովհետև անցած նիստի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Երևանում խցանումներից եւ ասեց, որ ճգնաժամային խումբ է ստեղծում, որը զբաղվելու է Երևանում խցանումներով։ Այսինքն այդ մարդը չի վստահում Երևանի այսօրվա ղեկավարներին, որ չեն կարողանում խցանումները վերացնել, ինքը որոշել է ինչ-որ խումբ ստեղծի, որը զբաղվելու է այդ խցանումներով։ Դե ես կարող եմ մտածել, որ չի վստահում։ Իսկ Տիգրան Ավինյանը գործակարգավարակային հայտարարում է. մեր գումարները, մեր սուբսիդիաները կառավարությունը կչացնում է, մենք ստիպված ենք դրա համար գումար հատկացնել մեր բյուջեից, այսինքն ինչ-որ անվստահության հոտ է գալիս։ Հիմա դուք այս գումարով, որ պետքա մետրո կառուցեիք, ու պետքա կառուցեիք դեռ մինչև 25 թվականը, դրա մասին դուք ինքներդ եք ասել։ Դրա մասին քաղաքացիական պայմանագիրը սկզբից երկդաշինքի տեսքով, հետո քաղաքացիական պայմանագիր որպես, հետ իմ քայլը դաշինք, հետո քաղաքացիական պայմանագիր խոսք ա տվել երևանցիներին 6-ից 7 անգամ։ Սիրելի երևանցիներ, ձեզ խաբել են 6-ից 7 անգամ, հիմա էլ խաբում են, այս նախագիծը ձգձգվելու է, սա ինչի համար եմ ասում, ուրեմն մենք գնում ենք այդ շմակ լսումներին, վերջի շմակ լսումը եղել է Աչափնյակ կայարանում, շինարարությունով է զբաղվում ռուսական ընկերություն։ Հիմա վերջի տեղեկությունով մետրոպոլիտենը պետք է կառուցվեր կամ կառուցված լիներ 2030 թվականին։ Հիմա մտավախությունս նրանում է, որ ստեղել եք ձգելու, չեք կառուցելու այս մետրոն։ Եվ հիմա այս գումարը տեղափոխել եք կամ հանել եք ավելի ճիշտ, կամ Նիկոլ Փաշինյանը հանել է բյուջեից, որպեսզի ինչ որ ցուցադրական ավելի շոշափելի բաներ գնվի դրանով, օրինակի համար տրոլեյբուս եւ վերելակ, որ կարողանաք երկրորդ տարվա ընտրություններին կամ առաջիկա սպասվելիք ընտրություններին երևանցիներին ինչ-որ բան մատուցեք կամ ինչ-որ բանով հրամցնեք կամ շակերտավոր ասած կաշառք ցույց տաք, որ տեսեք գնվել է ձեր համար վերելակներ եւ տրոլեյբուսներ։ Հիմա նաեւ այստեղ բան կա, որ այդ մետրոպոլիտենի կառուցմամբ զբաղվում է ռուսական ընկերություն, դուք վաղը մյուս օր նույն հաջողությամբ կամ նույն անհաջողությամբ կարող եք մեղադրել այս տապալման մեջ այս ծրագիր ռուսական այդ ընկերությանը, որ տեսեք ինքը չարեց եւ ոչ թե մենք չարեցինք։ Իսկ դուք 17 թվականից սկսած խոստացել եք, որ մետրոպոլիտեն եք կառուցելու 17 թվականին 2 անգամ, 18 թվականին 2 անգամ, 21 թվականին, 23 թվականին մետրոպոլիտենը չի կառուցվել եւ հարցա թե կառուցվի, ավելի ճիշտ կկառուցվի, ինչպես իմ գործընկերը ասեց, բայց արդեն այլ իշխանության ժամանակ։ Հիմա խոսում եք կոռուպցիայից, բայց դուք ձեզ չեք նայում։ Մեղադրում եք մարդկանց, բայց դուք ձեզ չեք նայում կոռուպցիայի մասով։ Ուրեմն այստեղ մի հարց կար, որը չզեկուցվող հարցերի շարքում էր, այդ հարցին մենք մեր հանձնաժողովում, ֆինանսավարկային հանձնաժողովում բացասական եզրակացություն ենք տվել։ Մերժել ենք, դեմ ենք քվեարկել։ Դա 19 պոլիկլինիկայի 21.9 միլիոն դրամ գումար հատկացնել էր, երբ որ շահաբաժնի համար գումար պետք է հատկացնել, որը պետք է ինքը վճարեր, պետք է այդ գումարը մինչև հոկտեմբերի 23-ը հատկացվեր։ Հիմա տեսեք ինչ է կատարություն երևանցիներ։ 19 պոլիկլինիկայի կամ այդ մյուս պոլիկլինիկայի կամ այդ կառույցի կամ այդ բժշկական կենտրոնի ղեկավարը, տնօրենը, հաշվապահը, չգիտեմ, ելով իրանց ապիկար կառավարման արդյունքում գումար են լավ ուրիշ ձև չասեմ, գումար որ պետք է վճարեին, չեն վճարել, պարտք է առաջացել, պարտքի պատճառով տուժտուգանքներ է առաջացել եւ քաղաքապետարանը որոշել է իրանց փոխարեն այս գումարը մարի, այս գումարը փակի։ Այնինչ այս գումարը պետք է փակեին հենց իրանք մեղավորները, մեկ, եւ երկրորդը սրա համար պետք է քրեական գործ հարուցվեր։